իրա երեխան ա, ինչի ես խառնվում։ Ընտանիքը մութ անտառ ա, քեզ ինչ ես խառնվում ուրիշի ընտանեկան գործերին։ Իմ երեխեն ա, ոնց ուզեմ, տենց կդաստիարակեմ, քեզ ինչ, թեկուզ մի քանի հատ ծեծելով։ Դու իմ երեխուն ինձանից շատ ես սիրում։ Երեխան որևէ մեկի սեփականությունը չէ, անգամ ծնողների, որովհետև երեխան ունի իրավունքներ, կան հոգաբարձուների խորհուրդ, երբեմն երեխային պետք է պաշտպանել նաև ծնողից, հարկ եղած դեպքում։ Ինքան ա եղել, երբ որ ռեպորտաժ նկարահանելու նպատակով ես գնացել եմ X վայրը, մենք շատ երեխայասեր ազգ ենք։ Շատ։ Ամբողջ շենքի բնակիչները գիտեն, որ այդ երեխան բռնության է ենթարկվում, բայց ոչ մեկ գործ տվող չի, որ զանգի ոստիկանություն։ Բոլորը մտածում են, որ այդ ընտանիքի դաստիարակման մեթոդն է։ Մեզանից քանիսն է վերցնում հեռախոսը զանգում ոստիկանություն, երբ որ պարբերաբար կողքի տնից լսում ա բռնության ձայներ։ Մենք գործ տվող չենք։ Էլ չեմ խոսում խոցելի իրավիճակում գտնվող ընտանիքների հանդեպ սոցիումի մի զգալի մասի վերաբերմունքը։ Ծիծաղալու է։ Եկեք դնենք այդ հատվածները հաղորդումներից, նայենք ծիծաղանք, շատ ծիծաղալու է։ Կամ թեկուզ անհատներին, հա, դու նայում ես կադրում ակնհայտ ապրումակցման, օգնության կարիք ունեցող մարդու ես տեսնում ու տեսնում ես, որ այդ մարդուն դիտավորել այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ ծաղրեն։ Ժողովուրդ հասկանում եք սա ինչ հանցագործություն ա բարոյականության դեմ։